լավ եք։ Պարոն Փաշինյան, կարելի է մի հատ հարց։ Իհարկե, եղբայր, բարև ձեզ։ Զգույշ։ Մի հատ։ Սենց կուրիոս հարց եմ ուզում տամ։ 7 տարվա գյուղապետը $100 չարաշահում է։ Ինչքանի։ $100։ Ահա։ Քրեական գործառույցեցին։ $200, $200 միլիոն վիզուալ ձևով ես գիտեի, բայց դետալորեն դուք ասեցիք, որ ինչքան են իրանք կերել, ու ինչ գործ են դրսում։ Պրոցեսներ են գնում։ Ինչքան տարի։ Դե ասում եմ, մի քանի անգամ անդրադարձել եմ, դուք պետք է հաշվի առնեք, որ այս պետությունը մենք, մեր մեխանիզմներ, իրավապահ մարմիններ եւ այլն, մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Գիտեք, որ ինչ քանի տարի դրանք։ Չէ, բայց ինչքան սպասենք մենք 1000 մի նրբություն կա։ Մեջքը կոտրողներն են դրանք։ 1000 մի նրբություն կա, ներքին հարցեր կան, դրսի հարցեր կան, 1000 մի նրբություն։ Մի բանում վստահ եք հաստատ, մենք հետ չենք կանգնելու, կոմպրոմիսի չենք գնացել, որևէ մեր ճանապարհից չենք շեղվելու։ Էլ եմ ասում $100 համար մարդիկ 7 տարի գյուղապետ։ Մեղր ծախողը մատնել կլիզի։ Դե այդ չէ, պետք չի որ մատալիզի, բայց դեր ասած երկրորդ հարցը վստահ եղեք, process-ները գնում են ամեն ինչ միջև վերջ գնալու է եւ ամեն ինչ հստակ իր տեղին է հասնում։ Չէ, էսի թեմա չկա, վստահեցնում եմ ձեզ 100% վստահ եմ։ Նա նվիրեմ սրանից ձեզ։ Չէ, քանի դրանք դրսում են, ես եղավ, ես մի էս կպահեմ ձեզ համար, բայց էլ եմ ասում, Սայաթնովայի մեջ մի բան ասում, չէ որ թակավորից դու արդար դատ է։ Ճիշտ է։ Բայց այստեղ խնդիրը այն է, ի տարբերություն Սայաթնովայի ժամանակների, հիմա օրենսդիր գործադիր դատական իշխանությունները տարանջատված են եւ երբ որ մեկը մյուսին խառնվում է կարելի է մանանել ձեր ազգանունը ի՞նչ է Աբելյան Պարոն Աբելյան տեսեք ի տարբերություն Սայաթնովի որովհետեւ ես նախկին կոմունիստ եմ խնդիր չկա ի տարբերություն ներկայում եմ կոմունիստ բայց շատ լավ հիմա ժամանակակից աշխարհում կա իշխանության թևերի տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքը Եվ այդ սկզբունքները երբ որ խախտում, հանկարծ փորձենք խախտենք, այդ ունքը սարքելու տեղը կտանք աչքներ կհանենք, այսինքն այս պետք է հաշվի առնենք։ Այս ամբողջ պատմությունը։ Ամեն դեպքում ես ներողամտություն եմ հայցում, որ մենք այդ ակնկալիքները եւ իմիջիայլոց ասեմ, էմոցիայի մակարդակով մեր զգացողությունները իրարից չեն տարբերվում։ Ստեղ գիտեք իմ ու ձեր տարբերությունը ինչի մեջ է մենակ, որ ես որպես պետական պաշտոն, դուք որպես քաղաքացի կարող եք անել այն ինչ որ արգելված չի օրենքով։ Ես որպես պաշտոնյա կարող եմ անել այն ինչ թույլատրված է օրենքով։ Ես շատ սահմանափակված եմ, դուք քիչ չնայած պարզային լծակներն ու հնարավորություններն ձեր տված մեծ է, բայց մեկ է Պաշտոնյան կարա անի միայն այնպիսի գործողություն, որը իրան օրենքը թույլ է տալիս։ Դրա համար եւ այս մաֆիայի դեմ պայքարում, այո, մենք դժվարություններ ունենք, բայց մենք երբեք բաների կուլիսային եւ ոչ կուլիսային պայմանավորվածություններից չենք գնացել, մենք ժողովրդին առաջ մեզ տանձնած պարտավորություններից չենք հրաժարվել, մենք այսօր հատիկ հետ ենք վերում այդ թալանացը։ Կոպեկ չի երևում։ Եղբայր Հələ չի երևում, չի երևում։ Պարոն Աբելյան, բա ինչով եք ձեր թոշակը բարձրացնում։ Ճիշտ է։ Չէ։ Քիչ խոսա դու։ Դուք բա ձեր թոշակը ինչով ենք ավելացնում։ Գիտեք ինչքան։ Մի րոպե։ Նոր պիտի 10,000 բարձր։ 2026 թվին դու մենակ թոշակների ավելացման համար գիտեք ինչքան ենք ծախսելու։ $200 միլիոն 200 միլիոն դոլար։ Բա ումից ենք վեկալում։ Բա այդ ուրիշ հարց է, դուրսում ներս ուրիշ հարց է։ Դատի տակա բոլորն էլ դատը գնում է, դատանը կորոշի։ Այսբերգի վերևի մասն է։ Չէ, բայց 2017 թվից մենք պետական բյուջեի եկամուտներ կրկնակի ավելացնենք, կրկնակից ավել։ Բա ինչի աշվին, բա իրանց գրպանն է եղել։ Գնանկումն է, բա փողը շատանում է, գինն էլ է ավելանում, դա պարզ էֆեկտ է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում այսօր պետությունը դուք, հանրությունը փայ ունի, Viva Armenia-ում հանրությունը փայ ունի։ Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ եղել է սեփական, այսօր փաստացի պետության տիրապետության տակ է։ Եվ 500 Համամիտ եմ։ Գնում է։ Դա պետք է ժողովուրդը, նմանավանդ իմ նման միայնակ թոշակառուները պետք է իրանց կարգի վրա, իրանց
Շատ լավ, 10,000 ավելանում է թոշակը։ Առողջության ապահովագրության շահառուի հետ։ Աստված տա ձեզ առողջություն, բայց եթե հանկարծ մի հատ խնդիր ունենաք առողջական, դուք չեք մտածելու որտից փող ճարեմ, կառավարությունը այդ թվում այդ փողերով ձեր հարցը լուծել է։ Այդ իրանց փող, բա որտից է օդից անգել այդ փողը։ Օդից անգել այդ փողը։ Եթե ես նորմալ չսնվեմ, նորմալ կենցաղ չունենամ, եկա հիվանդանում էլ չեմ։ Բա դրա համար տեսեք, մենք Համար հարկավոր է կանխել հիվանդությունը, ոչ թե դրա համար տեսեք, 2018 թվին, երբ որ հեղափոխությունը եղավ, Գիշերով եկա տեսեք, դատարանի մոտ։ ձեր հարցին եմ պատասխանում, Եթե հիշում եք։ ձեր հարցին եմ պատասխանում։ Մենք նվազագույն թոշակը Հայաստանում 18,000 դրամ էր, որը նվազագույն սպառողական զամբյուղից, պարենային զամբյուղից էականորեն պակաս էր։ Մենք եկան առաջի քայլով թոշակը, չէ, հիմա պակաս չի, հիմա պակաս չի, կներեք պակաս, այդ հաստատ պակաս չի։ Այսօր առավել եւս հիմա ապրիլի 1-ի դրությամբ մենք կարող ենք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում սոված թոշակառու բացառվում է։ Հա կարա այն իր ամենա ճոխ ձևի չէ, նորմալ սնվի մարդը։ սպառո մենակ սնունդը չի։ Մարդու մենակ սննդի հարցը չի, կոմունալներով, բանով մենք ապրիլի 1-ից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թոշակը, միջին կենսաթոշակը համապատասխանում է սպառողական զամբյուղին։ Ու դա, գիտեք ինչի, էսա վերջինն, ու դա այդ բոլորի փողերը, որ միջև մի գնում էր իրանց գրպանը, այդ փողերը հանել ենք, բերում ենք, մտցնում ենք պետական բյուջե եւ մտցնում ենք ձեր գրպանը։ Ինչի 10,000 ոչ թե 30,000, որովհետեւ Հայաստանում 600,000 այդ կատեգորիայի մարդ կա, թոշակառու, նպաստառու եւ այլն եւ այլն։ Բայց ասում եմ, այդ մենակ 10,000 դրամով ավելացնելու համար մենք $200 միլիոն այս տարի լրացուցիչ կծախսելու ենք։ Տիկին Ավանեսյան, մենք բանի ապահովագրության համար ինչքան լրացուցիչ բյուջետային միջոց տրամադրեցինք այս տարի։ 40 միլիարդից ավել։ 40 միլիարդից ավել, այսինքն ավելի քան $350 միլիոն մենակ մենք այս տարի լրացուցիչ թոշակառուների համար $350 միլիոն դուք մի տարվա մասին է խոսքը։ Մենք լրացուցիչ թոշակառուներին ֆինանսավորում ենք տալիս մենակ այս երկու օրվա։ Մաները, այդ պրեմիաները, մի քիչ քիչ լինի։ Չէ, շատ կարևոր մսի կտոր ուտենք։ Շատ կարևոր հատ, նախ մսի կտոր դուք կարակ ուտեք ապրիլի 1-ից թոշակը ձեր այդքան է։ Երկրորդը, մենք ասում եմ, չէ, մաֆիայի դեմ ենք պայքարում։ Մեր պաշտոնյան պետք է այնքան վարձատրվի, որ մաֆիան այդ պաշտոնյայի վրա ազդելու եւ այդ պաշտոնյայի խոցելիությունները օգտագործելու մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա գցի։ Սա շատ կարևոր բան է, որովհետեւ առանց դրա մենք թոշակը Ես էլի համամիտ եմ, որ պետք է ինձնից Չէ, պարոն Աբելյան, տեսեք ինչ է տեղի։ Հələ տեսեք, մենակ մի բան էլի խնդրում։ 15 տարվա թոշակը։ Տեսեք, չէ, տեն չի։ Մենք տեսեք, մենք բանի ուրեմն կատարողականի, պարոն Աբելյան, մենք կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության համակարգը ներդրել ենք 2026 թվականի 25 թվականի առաջին կիսամյակից։ Հələ խնդրում եմ շատ ուշադիր ես պահ։ Ուրեմն 2025 թվականի դրությամբ եւ միջազգային եւ տեղական կազմակերպությունները Հայաստանի համար կանխատեսում էին 5.1% աճ։ Կանխատեսում էին 5.1%։ Մենք այդ համակարգը ներդրեցինք 2025 թվականի արդյունքներով մեր տնտեսական աճը եղավ 2% ավելի։ Դրա արդյունքում մենք թոշակները կարեցանք բարձրացնենք $200 միլիոն։ Հասկանում եք, սրա մասին է խոսքը։ Բայց ես ձեր հասկանում եմ, ամփոփելով ժողովրդի Չէ որ ժողովուրդը եմ ասում գիշերով մենք հելանք եկանք։ Ես ձեզ չեմ հակաճառում։ Ես ձեզ չեմ հակաճառում։ Մոմենտով ես ձեզ չեմ հակաճառում։ Ժողովրդին մի աշկով չի պետք նայել։ Նայելա պետք, որ ժողովրդի կաշին ոսկորն ամենա։ Ես ժողովրդին մի աշկով նայողն եմ։ Ինչ եկել եմ ես ասում, ընդհանրացնում եմ ես ձեզ չեմ հակաճառում, ես ձեր ասածները ընդունում եմ իգիտություն։ Եղավ։ Ես էլ պահելու եմ ձեզ համար։ Ես իմ խնդրանքներս ես կպահեմ որպես ժողովրդի